Նաև պետք է խոսել տղամարդկանց քաղցկեղի մասին։ Ճիշտ է, շատ հազվադեպ է լինում կրծքագեղձի քաղցկեղի ընդամենը 1%-ն է տղամարդկանց մոտ հանդիպում, բայց դա բավականին ստվերում է այսօր եւ տղամարդիկ կարող են նույնիսկ ինչ-որ բան շոշափեն, բայց ուշադրություն չդարձնեն, որովհետեւ իրենց մտքի ծայրով չի անցնում, որ հնարավոր է կրծքագեղձի քաղցկեղ լինել։ Կրծքագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ վտանգավոր է, ինչու, որովհետեւ գեղձը շատ փոքր է։ Քաղցկեղը առաջանում է, ինքը շատ արագ փուլերով զարգանում է, ինքը տեղ չունի աճելու, գեղձ չկա, ծավալ չկա, միանգամից կպնում է մաշկին, մկանին, պտուկին։ Դրա համար եւ հիմնականում ագրեսիվ տեսակի է լինում տղամարդկանց մոտ։ Դրա համար ցանկացած փոփոխություն տղամարդկանց մոտ պտուկի հատվածում, կոշտացում, ցավ, կարմրություն կամ այն տղամարդիկ, ովքեր ունեն գինեկոմաստիա, այսինքն մի փոքր մեծացած կրծքագեղձ, կանացի տիպի կրծքագեղձ կամ չափից ավել արտահայտիչ կրծքագեղձ, պետք է ուշադիր լինեն, իրենք էլ պետք է անցնեն սոնոգրաֆիկ հետազոտությունը։ Դեպքերը քիչ են, բայց մենք շատ շուտ կարող ենք բաց թողնել այդ քաղցկեղը։ Այնպես որ պետք է նաև տղամարդիկ էլ հետամուտ լինեն իրենց առողջությանը, հատկապես կրծքագեղձի։